Շալոմ, սիրելիներս, շալոմ, Աստծո խաղաղությունը լինի բոլորիս հետ։ Ճիշտ է, այսօր ես իմ խոսքը վերնագրել եմ շալոմ եւ իհարկե թեման էլ դա է, բայց սրտումս կա որոշ բաներ իրար հետ ընթերցենք, ոչ միայն շալոմ բառի վերաբերյալ, այլ Աստծո էության շուրջ, կուզեի իրար հետ խորենք։ Կարծում եմ դա շատ կարևոր է։ Իհարկե մենք մեր եկեղեցին ավետարանչական ճյուղ է եւ մենք շատ սիրում ենք, այսպես ասած, օրինակներով խոսել, սենց մեր կյանքից կիսվել եւ դա շատ լավ է։ Ես դա շատ ողջունում եմ, դա պետք է, ես եւս այդպես անում եմ, դա շատ կարևոր է, բայց կարևոր է նաեւ, որ մենք ունենանք որոշակի գոնե գիտություն աստվածաբանությունից։ Գիտեք, երբ որ մենք նայում ենք պատմությունը Իսրայել ժողովրդի, մենք տեսնում ենք, որ Աստված ընտրեց այդ ազգը, առաջնորդեց, մենք տեսնում ենք, որ Աստված գործ ուներ անելու այդ ազգի հետ, բայց երբ որ մենք նայում ենք պատմությունը, առավել ևս Ծննդոց 32-ում, մենք տեսնում ենք, որ հրեաները պատրաստ չէին դեռ Աստծո ներկայության մեջ ապրել, քանի որ Աստծուն դեռ չէին ճանաչում։ Ու գիտեք, դա ըստ աստվածաբաների էլ է այդպես։ Դա էլ է նաև պատճառը, որ հրեա ազգը այդպես տանջվում եւ տառապում էր Եգիպտոս ճանապարհին։ Սրանից կարելի է նաև հասկանալ, որ հրեա ազգը դեռ չէր կարող մտնել խոստված երկիրը, որտեղ դեռ պատրաստ չէր Աստծո ներկայության մեջ ապրել։ Ու գիտեք, ես շատ եմ կարևորում, իհարկե այնպես չէ, որ ես ամեն բան գիտեմ կամ շատ բան գիտեմ, հավատացեք սիրելիներս, ես երևի ամենաքիչը գիտեմ այստեղ նստածներից, բայց եթե ինչ որ մի բան Աստված ինձ բացում է, ուզում եմ անպայման կիսվել ձեր հետ։ Ու գիտեք, շատ կարևորում եմ, որ մենք հասկանանք, թե ինչ մեծ եւ փառահեղ Աստծո հետ մենք գործ ունենք։ Ու գիտեք, ես էլ եւս մի քանի օրինակներով կուզեմ ձեր հետ կիսվել։ Գիտեք, կներեք, ասենց օրինակներ կա, ու Աստծո խոսքն էլ եւս ասում է, որ այնինչ որ մարդու սրտում է կամ մարդու ներսում է, դա մարդու շուրթերից դուրս է գալիս։ Ու գիտեք, մենք մեծ ընտանիք ենք, չէ՞։ Մենք եկեղեցի ենք, Աստծո տունն ենք ու ամեն մեկս, լավ, սկսենք եկեղեցուց։ Մեր եկեղեցին ունի տարբեր ծառայություններ եւ ունենք կարգ ու կանոն ծառայություն, ունենք մեդիայի ծառայություն, ղևտացիների ծառայությունը, փառաբանությունը, խոսքի ծառայություն կա եւ այլ, եւ այսպիսով կա կանոնադրություն կամ կարգ, այսպես ասած, հայերեն ասած, կա կարգ ու կանոն, կա դրվածք, ու եթե մենք օրինակ մեր եկեղեցին ուրիշ եկեղեցիների հետ համեմատենք, մենք կարող ենք ասել, օրինակ, ինչ որ բանը մեր եկեղեցում ընդունված չի կամ ինչ որ մի բան մենք այդպես չենք անում, ու նույնն էլ մեր ընտանիքներում, չէ, օրինակ մեր ընտանիքներում էլ ոնց որ հայրը եւ մայրը, չէ, իրանք քանի որ այդպես են դաստիարակվել կամ այդպես են ստացել իրանց հայրերից, ծնողներից, իրանք այդպես էլ փոխանցում են իրենց երեխաներին, որովհետեւ նրանց մեջ դա է։ Չէ, նրանք դա են սովորել եւ դա էլ փորձում են այդ լավ բանը փոխանցեն։ Ու մենք էլ ընտանիքներով կարող ենք ասել օրինակի համար, այդ ինչ որ մի բանը մեր ընտանիքում ընդունված չի կամ հակառակը ընդունված է կամ մեր ընտանիքում այսինչ օրենքը կա եւ այլն։ Օրինակ մեր ընտանիքից մի օրինակ բերեմ։ Մեր ընտանիքում մի sense հետաքրքիր բան կա, ոչ թե կար, կարելի ասել այսպիսի տրադիցիա է մեր հայրիկը դրել, որ գրեթե ամեն կիրակի օրինակ մեր հայրիկը համեղ ուտեստ է պատրաստում ու մենք ընտանիքով նստում ենք, ճաշում ենք բոլորս համեղ։ Ու գիտեք, դա շատ լավ օրինակ է, ու մենք տեսնում ենք, որ մեր հայրը ոչ թե մեր գործով է մենակ
ինքը ասում, այլ նաև ինքը ցույցել է տալիս ոնց պետք է լինի սիրով, փառք Տիրոջը։ Եվ այսպիսով կան ամեն ընտանիքում մի լավ ու վատ օրենք կա, հա։ Ու փորձենք ամեն մեկս այդ լավը վերցնենք եւ կիրառենք մեր կյանքում։ Ու այսպիսով այդ օրինակները բերելով ուզում եմ անդրադառնալ Աստծո ոչ թե բնավորության, այլ Աստծո էության մասին խոսենք։ Գիտեք, երբ որ մենք նայում ենք ծննդոցը, նամանավանդ Ելից գիրքը, մենք տեսնում ենք, որ Աստված ունի անուններ։ Ու գիտեք, Աստծո ամեն մի անունը բնութագրում է Աստծո էությունը։ Ես որոշ անուններ իմ մոտ նշել եմ, իհարկե ոչ բոլորը, որովհետև ամեն մի անունը մի քարոզ է, այսպես ասած, մի թեզ է, որ կարելի է գրել, բայց մի քանի բաներ վերցրել եմ։ Ու գիտեք, Յահվե անունը մենակ հին կտակարանում 7000 անգամ նշվում է։ Եվ կարծում եմ դա պատահականություն չէ։ Եվ հիմնականում այդ անունները նշվում են Ելից գրքում։ Անուններից մեկը, Աստծո անուններից մեկը Յահվե Յիրե է, որը նշանակում է Տերը հոգ է տանում։ Յահվե Ռաֆա, Տերը որ բժշկում է քեզ։ Յահվե Նիսի, Տերը իմ դրոշն է կամ իմ հաղթանակն է։ Յահվե Մեքադիշկեմ, Տերը որ սրբացնում է ձեզ։ Յահվե Ռահի, Տերը իմ հովիվն է։ Յահվե Ցիդկենու, Տերը մեր արդարությունն է։ Յահվե Շամմա, Տերը այնտեղ է կամ Տերը ներկա է։ Նույնիսկ որոշ տեղեր Տերը ֆիզիկապես ներկա է, չէ՞, Սինայի սարում Տերը իր փառքով իջավ այնտեղ։ Հալելույա։ Յահվե Սաբաոֆթ, զորած Տերը կամ զորքերի Աստված։ Յահվե Մելեք, Տերը թագավորում է կամ Տերը թագավոր է։ Սաղմոսներում մենք տեսնում ենք։ Յահվե Շալոմ, Տերը խաղաղություն է, հալելույա։ Եվ այս անունները բոլորը բնութագրում են Աստծո էությունը։ Իհարկե մենք մեր միտքը շատ փոքր է, որ մենք կարողանանք պարունակել կամ հասկանալ այդ ամեն ինչը, բայց որոշ չափով դու կարող ես քո մտքի մեջ հասկանալ, թե ինչ մեծ եւ փառահեղ ու ամենակարող գերբնական Աստծո հետ դու գործ ունես, սիրելիս։ Հալելույա։ Փառք մեր Աստծուն, որ մենք նման Աստծու ենք պաշտում եւ պատվում։ Ամեն։ Հալելույա։ Յուրաքանչյուր, ես սա ասեցի, եւ այսպիսով Աստված իր էությունից ելնելով տվեց օրենքը, սիրելիներս։ Տվեց օրենքը, որը որ նաև այդ 10 պատվիրաններն է, լավ, եկեք իրար հետ ընթերցենք, որ հետաքրքիր լինի։ Ելից 24 գլուխ 12-ից 16-ը Տեսեք, Աստված իր էությունից ելնելով տալիս է պատվիրանները։ 12-րդ խոսքից ընթերցենք։ Տերն ասեց Մովսեսին. «Բարձրացիր ինձ մոտ լեռը եւ կանգնիր այնտեղ, քեզի պիտի տամ քարե տախտակները եւ իմ գրած օրենքներն ու պատվիրանները, որպեսզի սովորացնես նրանց»։ Մովսեսը բարձրացավ լեռը եւ ամպը ծածկեց լեռը։ Տիրոջ փառքը կանգնեց Սինայի լեռան վրա եւ ամպը այն ծածկեց 6 օր։ 7-րդ օրը Տերն ամպի միջից կանչեց Մովսեսին։ Եվ այսպիսով մենք այս հատվածում տեսնում ենք, որ Աստված կանչում է Մովսեսին եւ Աստված իր էությունից ելնելով, քանի որ դա է իր էությունը, ինքը տալիս է պատվիրանները Մովսեսին եւ ասում է սովորեցրու այն եւ պահեք։ Ու գիտեք, կային օրենքները, կար մոտավորապես 613 օրենք Մովսեսի ժամանակում ու մենք հիմա պատմությունը կարդալով, պատմությունը իմանալով տեսնում ենք, որ օրենքը կատարելապես պահելը դա անհնարին բան է, սիրելիներս։ Եվ այսպիսով
Եկեք այս հատվածն ենք կարդանք, որ ավելի պարզ լինի։ Հռոմեացիներից 13-րդ գլխի 8-ից 10 խոսքերը։ Գրված է հետևյալը. Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ընկերոջը սիրողն օրենքը կատարել է, քանի որ մի շնացիր, մի սպանիր, մի գողացիր, սուտ մի վկայիր, մի ցանկացիր եւ ուրիշ ինչ պատվիրանել էր, որ կան, այս խոսքի մեջ են բովանդակվում։ Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ։ Սերն է ընկերոջ նկատմամբ չարիք չի։ Ուրեմն օրենքը լռումը կամ կատարելը ուրիշ թարգմանությունների մեջ, օրինակ ռուսերենում իսպալնենիա, այսինքն օրենքը կատարելը դա սերն է, սիրելիներս։ Եվ այսպիսով սերը։ Սա իմ քարոզի, այսպես ասած, սյունն է այսօրվա, սերը։ Սերը, սիրելիներս, աստվածային սերը, դա այս աշխարհի ամենաուժեղ, ամենազորեղ ուժն է, որ կա։ Եվ այդ սերն է, որը որ պահում է ամեն մեկիս մեր կյանքի ընթացքում։ Թե սերը միմյանց նկատմամբ, թե Աստծո ագապե սերը մեր հանդեպ։ Ու գիտեք, տարբերություն կա, սիրելիներս, այդ նույն սերը չի կարող, ես չեմ հավատում, որ մարդ կարող է ագապե սիրով սիրել ինչ-որ մեկին, որովհետև ագապե սերը, էդի միայն աստվածային սերա, էդի հայր Աստծո սերն է ամեն մեկիս նկատմամբ։ Եվ այսպիսով այդ օրենքները եւ տարբեր օրենքները, թե 3610, թե 10 պատվիրանները եւ այլ, այդ ամենը արվում է նրա համար, որովհետև Աստված ագապե սիրով սիրում է եւ ընտրում է իր ժողովրդին, ու քանի որ ինքը սեր է, ուզում է, որ իր ժողովուրդն էլ սիրո մեջ լինի։ Եվ սիրո մեջ մնալը կամ հարատևելը, սիրո մեջ քայլելու համար պետք են օրենքներ կամ պետք են մեկ-մեկ արգելքներ, որ մենք կարողանանք հարատևել այդ ընթացքի մեջ։ Եվ սա իրականում շատ բարդ թեմա է, բայց իմ միտքը, որ ուզում եմ փոխանցեմ ձեզ, դա աստվածային սերը, որ կա ամեն մեկիս հանդեպ, մենք պետք է ընդունենք դա եւ բացվի մեզ ընթացքում։ Ու գիտեք, ըստ աստվածաբանների, մենք խոսեցինք սիրո մասին, ըստ աստվածաբանների կան Աստծո էության որոշ գծեր, որոնք որ հիմքային դեր են տանում Աստծո էության մեջ։ Մի ուրիշ խոսքերով, եթե Աստված այդ գծերը կամ բնագծերը չունենա, նա չի կարող լինել այն Աստված, որի մասին գրված է Սուրբ գրքի մեջ, մեր Աստվածաշնչի մեջ։ Այսինքն Աստծո էությունը այդպիսին է, եթե ինքը սիրող Աստված է, ինքը ագապե սիրով է սիրում։ Եվ այդ հիմքային գծերից որոշը սրանք են՝ սրբություն, ճշմարտություն եւ սեր։ Եվ քանի որ Աստված սուրբ Աստված է, սիրելիներս, ինքը ընտրեց Իսրայել ժողովրդին եւ Իսրայել ժողովրդին հանձնարարություն էր, որ նրանք պետք է սրբության մեջ քայլեն, սուրբ լինեն, չէ, ունեն նաեւ Ղևտացին ծառայություններ եւ այլ։ Ճիշտ է, ժամանակ չունեմ այս ամեն ինչը ամփոփեմ, բայց ուզում եմ անդրադառնամ սիրուն։ Եվ այսպիսով սերը Աստծո հիմքային գծերից մեկն է, որը բնութագրում է իր էությունը։ Ուզում եմ սա մեր մտքի մեջ պահենք։ Եվ այսպիսով, երբ որ մենք կարդում ենք Ավետարանը կամ Աստվածաշունչը, հիմնականում հենց Հովհաննեսը բազմիցս շեշտում է, որ Աստված սեր է։ Ամեն, ու բոլորս էլ հաճախ լսում ենք, որ Աստված սեր է, Աստված սեր է, իսկ որն է դա, ոնց մենք կարող ենք մարդկայինորեն հասկանալ, թե որն է Աստծո սերը։
Եկեք միասին կարդանք այս հատվածը։ Առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 7-ից 16-ը, իհարկե ամբողջը չենք ընթերցի, բայց որոշ հատվածներ։ Գրված է այսպես. Սիրելիներ, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծուց է, եւ ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված ու ճանաչում է Աստծուն։ Հալելույա։ Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։ Աստծո սերը մեր հանդեպ նրանով երևցավ, որ Աստված իր միածին որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։ Հալելույա։ Սրա մեջ է սերը, ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց եւ իր որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ Հալելույա։ 11-րդ խոսքը. Սիրելիներ, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պետք է միմյանց սիրենք։ Կարող է ինչ-որ մեկը ամեն ասել։ Ամեն։ Հալելույա։ Աստծուն, տեսեք, այս հատվածը ինձ ուղղակի ցնցում է։ 12-րդ խոսքը. Աստծուն ոչ ոք երբևիցե չի տեսել։ Եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կմնա ու նրա սերը մեր մեջ կատարյալ է։ Ուրիշ թարգմանությունների մեջ գրված է, որ եթե միմյանց սիրենք, երրորդ անձը կողքից տեսնելով Աստծուն կտեսնի ձեր մեջ։ Հալելույա։ Եվ սա է Աստծո սերը։ Ամեն։ Փառք մեր Տիրոջը։ 15-րդ խոսքը կարդանք։ Ով դավանում է, որ Հիսուսն Աստծո որդին է, Աստված նրա մեջ է բնակվում, եւ նա Աստծու մեջ։ Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է, ով սիրո մեջ է ապրում, Աստծո մեջ է ապրում, Աստված էլ նրա մեջ։ Հալելույա։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Այսպիսով Աստված սեր է, սիրելիներս, եւ այդ հիմքը, այդ բնությունը Աստծո հիմք հանդիսանալով Աստված սիրուց ստեղծեց մարդուն։ Ու գիտեք, ըստ աստվածաբանների, Աստված սիրուց ելնելով ստեղծեց մարդուն, որովհետև այդ բառը ես գրել եմ, բայց էլի դες մոռացա։ Ոչ թե հարաբերություն, այլ հաղորդակցություն ունենա մարդու հետ։ Գիտեք ինչու։ Որովհետև այդ հաղորդակցությունը դա Աստծո էություններից մեկն է, Աստծո բնույթից մեկն է։ Եթե մենք ուզում ենք կատարյալ սերը հասկանանք, թե ինչպիսին է, մենք պետք է նայենք Սուրբ Երրորդությանը։ Իհարկե մենք այդ ժամանակը չունենք, որ այդ ամեն ինչը մենք տեսնենք, բայց եթե մենք ուզում ենք հասկանալ, թե որն է իրական սերը, որն է իրական հաղորդակցությունը, հարգանքը, պատիվը, մենք պետք է նայենք Սուրբ Երրորդությունը, թե ինչպիսի հարգանք եւ սեր կար այդ Սուրբ Երրորդության հաղորդակցության մեջ։ Հալելույա։ Եվ այսպիսով, որպեսզի հասկանանք մարդկային մտքով, թե որն է սերը կամ ինչ է նշանակում սիրել, մենք միանշանակ պետք է բացենք սիրո հիմնը, այսպես ասած։ Ով կարող է օգնել։ Ամեն։ Առաջի Կորինթացիների 13-րդ գլուխը եւ կուզենա իհարկե երկար է, բայց միասին ամփոփենք։ Գրված է այսպես. Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ես նման եմ ձայն արձագանքող պղնձի կամ խոխոնջող ծնծղայի։ Եթե շնորհ ունենամ մարգարեության, բոլոր խորհուրդների ու ամեն գիտություն, եւ եթե միջև իսկ լեռներ տեղափոխել չափ լիարժեք հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։
Եթե ամբողջ ունեցվածքս, լսեք, եթե ամբողջ ունեցվածքս աղքատներին բաժանեմ ու մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա։ Հալելույա։ Հաջորդ հատվածը սերը հանդուրժող է, սերը բարի է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտում, անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ։ Ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է, ու սերը երբեք չի անհետանում, ուրիշ հատվածներում չի վերջանում։ Մարգարեությունները կանետանան, լեզուները կլռեն, գիտությունը կխափանվի, բայց իմ կողմից ավելացնում եմ, սերը չի վերջանա։ Եվ վերջի հատվածը արդ մնում է հույս, հավատ եւ սեր, եւ սրանցից ամենամեծը սերն է։ Եվ այսպիսով քրիստոնեությունը սեր է, սիրելիներս, ու Աստծո էությունը սեր է։ Ու Աստված սիրուց ելներով ամեն մեկի ստեղծեց, որ սիրի, սիրելիներս։ Ու գիտեք, սերը սիրված լինելու մասին չի։ Սերը սիրելու մասին է։ Մենք կարող ենք ամենավերջի մեղավորը լինել, սիրելիներս, բայց Աստված մեզի մեկա սիրի։ Ու երբ որ Աստված հանձնարարում է ամեն մեկից, որ մենք սիրենք, դա գործողություն է։ Սերը դա է։ Սերը այն է, որ այն ինչ որ մենք անում ենք մեր ընկերոջ համար, քո կողքի նստածինի համար։ Մի պահ պատկերացնենք, որ ամեն մեկս այսօր այստեղ նստած ենք ու հավանաբար ամեն մեկը ինչ որ մի անելիք ունեցել է կամ ունի կամ կունենա եկեղեցում։ Պատկերացնենք, որ այն ինչ որ մենք անում ենք կամ կանենք, շարժառիթը լինի իրապես սերը։ Պատկերացնում եք ինչ տեղի կունենա։ Իհարկե սա շատ բարդ բան է, շատ դժվար բան է երբևիցե, բայց սա է հիմքը։ Աստված սեր է, սիրելիներս, փառք մեր Աստծուն։ Անցնենք առաջ։ Գիտեք, Աստված սեր է եւ Աստված սիրուց ելնելով ստեղծեց մարդուն, որ հաղորդակցվի իր ստեղծագործության հետ, հա։ Ու կային օրենքներ, որոնք որ ես տեսնում եմ այսպես, որոնք որ օգնում էին այդ սիրո ճանապարհի մեջ, այդ հավատքի ճանապարհի մեջ, եւ իհարկե մենք օրենքով չենք կարող ոչ արդարանալ, ոչ սիրել այնպես ոնց որ Աստված է տեսնում։ Այսպիսով եկավ մարմնացավ սերը, կարելի այսպես ասել։ Հովանեսի մեջ մենք տեսնում ենք, որ սկզբում էր խոսքը, չէ, եւ խոսքը մարմին դարձավ եւ եկավ աշխարհ։ Եվ որ Հիսուս Քրիստոս ասում էր, եթե ինձ եք տեսնում, հորն եք տեսնում եւ այլն։ Եսայան մարգարեանում է, լավ, երկար չասեմ, Եսայան մարգարեանում է 9:6-ում մենք տեսնում ենք հետևյալ մարգարեությունը։ Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունը իր ուսերի վրա կլինի, եւ կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր եւ խաղաղության իշխան։
Եվ այսպիսով ծնվեց խաղաղության իշխանը։ Ես քիչ առաջ նշեցի, որ Աստծո անուններից մեկը դա Յահվե Շալոմն է, որը նշանակում է խաղաղություն։ Գիտեք, շալոմ նշանակում է խաղաղություն, բայց եբրայերեն, երբ որ այդ բառը շալոմը մենք օգտագործում ենք որպես գործ կամ գործունեություն, հոլանդերեն ասած werkwoord, հայերեն չգիտեմ այդ բառը, կներեք, ոնց բայ։ Եթե մենք այդպես ենք օգտագործում շալոմ բառը, դա նշանակում է կոմպլեկտ անել, կամ վերականգնել, կամ ամբողջական սարքել։ Եվ այսպիսով եկավ Հիսուս Քրիստոսը, որը որ խաղաղության իշխանն էր, եւ գիտեք, հաճախ երբ որ առավել եւս երբ որ մենք Հովհաննեսի թղթերն ենք կարդում, մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսը ինքը շրջում էր, չէ, իր աշակերտների հետ եւ այլն հրաշքներն ու նշաններ էր անում, եւ հաճախ Հիսուս Քրիստոսը ասում էր շալոմ կամ խաղաղություն, չէ, հրաշք անելուց հետո նույնիսկ մեր եղբայրները, չէ, որ մենք բարևում ենք, երբևիցե ասում են խաղաղություն եւ այլն, եւ դա ունի նշանակություն, սիրելիներս։ Հիսուս Քրիստոսը, երբ որ եկավ այս աշխարհ, ինքը եկավ հենց շալոմի համար, որովհետև ինքը խաղաղության իշխանն է։ Մենք խաղաղությունը հաճախ մտածում ենք, որ երբ որ պատերազմ չլինի եւ այլ, բայց չէ, կա ուրիշ կողմն էլ, սիրելիներս։ Հիսուս Քրիստոսը եկավ, որ Հայր Աստծո եւ մարդկության միջև վերականգնի այդ հաղորդակցությունը, որը որ ի սկզբանե պետք է լիներ։ Հալելույա։ Եվ այդ շալոմն է, որը որ եկավ ու ցույց տվեց այդ սերը ամեն մեկիս։ Ամեն, սիրելիներս։ Եվ այսպիսով եկեք այս հատվածները կարդանք, որ ավելի պարզ լինի։ Առավելևս եկեք սկզբից այս հատվածը կարդանք։ Հովհաննես 14:27 ասում է Հիսուս Քրիստոսը. խաղաղությունն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Հալելույա։ Եփեսացիների 2:14-15 Նա է մեր խաղաղությունը, որ երկուսին մեկ դարձրեց ու միջնոր պարտը թշնամությունը վերցրեց իր մարմնով։ 15-րդ խոսքը հրահանգների եւ պատվիրանների օրենքը ջնջելով, որպեսզի իրենով երկու ժողովուրդներից մեկ նոր մարդ ստեղծի եւ խաղաղությունը հաստատի, որովհետև նրանով երկուսը մեկ հոգով հորը մոտենալու արտոնություն ունենք։ Հալելույա։ Ուրիշ հատվածում գրված է, որ մենք այս ամեն ինչով դոստուպ ունենք, այսինքն մենք կարող ենք մուտք ունենք։ Ամեն, սիրելիներս, հալելույա։ Եվ այս ամենը Հիսուս Քրիստոս անունն է, որ մենք այսօր երգում ենք։ Ես անկեղծ ասած սկզբից, երբ որ նոր էի ապաշխարել, ես չէի հասկանում, լավ, ինչի մենք պետք է Հիսուս Քրիստոս անունը անընդհատ ասենք, չէ որ մենք Հայր Աստված ունենք եւ այլ, բայց երբ որ այս ամենը կարդում ես, դու հասկանում ես, թե ինչ արեց Հիսուս Քրիստոսը ամեն մեկիս համար, սիրելիներս, հալելույա։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, իհարկե ժամանակ չունենք, որ այս ամեն ինչը ընթերցենք, բայց պետք է անպայման ասեմ։ Տեսեք, Աստված կանչեց Մովսեսին, մենք կարդացինք, կանչեց սարի վրա, Մովսեսը բարձրացավ Սինայի սարը եւ ստացավ այդ օրենքները։ Երբ որ մենք կարդում ենք Մատթեոսի ավետարանը, սիրելիներս, 5-րդ գլուխը, տեսեք, Մատթեոսի ավետարանը 5-րդ գլուխը ասում է Հիսուս Քրիստոսը ինքը բարձրացավ սարը, որ այդ լեռան քարոզը տանի։ Ուտեղ մենք տեսնում ենք
որոշ հատվածներում 9 անգամ, որոշ հատվածներում 10 անգամ երանելիների հերթականությունը, երանելի է այս, երանելի է այն, երանելի է այն, դա շատ նման է 10 պատվիրանների, սիրելիներս։ Եվ այդ ամեն ինչը Հիսուս Քրիստոսն է ասում։ Հալելույա։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Լավ, շատ չձանձրացնեմ ձեզ, մի հատված էլ կա, որպես վերջաբան ուզում եմ իրար հետ ամփոփենք։ Մատթեոսի ավետարանը 13-րդ գլուխ 44-ից 46 խոսքերը։ Ես երեք երիտասարդների հետ այս հատվածով կիսվեցի։ Գրված է այսպես. երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտել է և թաքցրել է։ Նա ուրախությունից գնում և վաճառում է իր ամբողջ ունեցածն ու գնում է այդ արտը։ Խոսքը մեր մասին է։ Երկնքի արքայությունը նմանեցնում են այստեղ մի գանձի։ Հաջորդ հատվածը։ Դարձյալ երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում և թանկագին մարգարիտ գտնելով գնում, վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում է այն։ Մի շատ հետաքրքիր հատված, որ ուղղակի ինձ ապշեցնում է։ Սկզբից երկնքի արքայությունը դա մի գանձ է, որը որ մենք պետք է փնտրենք, գտնենք ու պահենք։ Այդ օրինակն է։ Բայց հաջորդ հատվածում գրված է այսպես. երկնքի արքայությունը նման է մի վաճառականի։ Սկզբից երկնքի արքայությունը մի գանձ է, չէ, որը որ պետք է փնտրենք եւ պահենք, ու գրված է, որ ամեն բան ծախեց եւ պահեց այդ գանձը, բայց երկրորդ հատվածում մենք տեսնում ենք, որ երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, այսինքն մեկը, որը որ մեր հայերեն լեզվով ասած առուծախի մեջ է։ Մի բան է առնում, գնում, մի բան է ծախում։ Գիտեք ով է այդ վաճառականը։ Այդ վաճառականը Հիսուս Քրիստոսն է, սիրելիներս։ Եկեք հիմա այդ հայացքից կարդանք այս հատվածը 45-րդ խոսքից։ Դարձյալ երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում և մի թանկագին մարգարիտ գտնելով գնում և վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում է այն։ Ամեն մեկդ մի մարգարիտ եք Աստծո համար։ Ուրիշ թարգմանությունների մեջ գրած է, երբ որ նա առանձնացված մարգարիտ է գնում և գնում է այդ։ Այսինքն Հիսուս Քրիստոսը ինքը սկզբից մենք տեսնում ենք Հովհաննեսի մեջ, որ գրված է, որ ի սկզբանե Հայր Աստծո մոտ էր և թողնելով ամեն բան, թողեց ամեն բան, վաճառեց, որ գտնի այդ մարգարիտը, ամեն մի մարգարիտ, որ այսօր այստեղ նստած է։ Եվ տա իր շալոմը, խաղաղությունը ու վերականգնի քո և Աստծո միջև հաղորդակցությունը։ Փառք մեր ամենակարող Աստծուն այս բանի համար։ Ամեն։ Փառք մեր Տիրոջը։ Այսքան էր իմ խոսքը եթերի համար։